Կարելի ասել աշխարհը ինչպիսին կա այսօր, այդ ինչու հարցի պատասխանն է։ Մենք պատասխանել ենք այդ ինչուին, դրա համար ունենք ինչ որ ունենք, հա, ինչու են թռչունները թռչում, աերոդինամիկայի օրենքներն ենք բացահայտել, հա, ինքնաթիռներ են կառուցել։ Ինչու՞ով կարելի ասել ամեն ինչ կա։ Սակայն ինչու՞ն չի ամենակարևոր հարցը։ Ամենակարևոր հարցը կհնչի վերջին օրը, այդ հարցը կտա Աստված։ Ինչու մենք ենք հարցնում, Աստված ինչու չի հարցնելու, վերջին օրը դատաստանին Աստված չի հարցնի ինչու, որտեղ Աստված գիտի ամեն ինչ։ Այդ հակառակը էլի մենք կհարցնենք ինչու, Աստված մեզ կասի ինչու։ Ինչու եղավ սա, ինչու եղավ նա, ինչու կորցրեցի, ինչու ստացա, ինչու գտա եւ այլն, հա, մենք լիքը ինչուներ ունենք, չէ, ինչուներ անկեղծ։ Ես ինչուներ ունեմ, որ դրա պատասխան դեռ չեմ ստացելու, այդ օքեյ է, որ մենք ունենք ինչուներ։ Ու այդ օրը բոլոր ինչուների պատասխանը կտրվի։ Բայց Աստված հարց չի տա ինչու։ Աստված չի ասի ինչու ես ծույլ, որովհետև գիտի քո ծույլության պատճառը։ Ինքը քեզ կասի ինչու ես ծույլ։ Աստված չի հարցնի ինչու չէիր ուզում ծառայեր ինձ, ինչու չէիր ուզում նվիրվեիր, ինչու չէիր ուզում սուրբ լինեիր, ինչու չէիր ուզում ազատվեիր մեղքերից, չի հարցնի դա։ Ինքը գիտի ինչու, ինքը քեզ կասի ինչու դու չէիր ուզում։ Այն հարցը, որ կտա Աստված, միակ ու կարևոր հարցը սա կլինի. ով այն որդին քո համար։ Ով այդ ծնված Հիսուսը, որին այդպես տոնում ենք, այդ մսուրում, չոր սցենաներ էինք անում, չէ՞, տենց ֆիլմեր էինք նայում եւ այլն, իհարկե ով այդ Բեթլեհեմում ծնված մանուկը ին որդին ով է քո համար։ Շատերի համար Հիսուսը ընդամենը մի հատ սիմվոլ է, այդ Սուրբ Ծննդի մսուրում մի հատ մանուկ, հա, ուղղակի ոնց որ տոնի առիթ է ընդամենը։ Տարվա մեջ, տարվա վերջին, հա, տոն է, լավ է, ուտել խմելու առիթ է։ Աթեիստների համար Հիսուսը առասպել է։ Հրեաների համար սխալ ըմբռնված հրեա երիտասարդ, որը ցավոք ողբերգական ձևով ավարտեց իր կյանքը, սխալ ըմբռնված, դրա պատճառով իր աշակերտները շարունակեցին ուղակի, ու դա այդ սխալը տարածվեց ամբողջ աշխարհով որպես քրիստոնեություն, սա հրեաների կարծիքն է։ Մուսուլմանների համար մի մարգարե ընդամենը, մորմոնների համար սատանայի երկվորյակ եղբայրն է, արուսյակի եղբայրն է ինքը, եթե տեղյակ չեք։ Եհովայի վկաների համար Միքայել հրեշտակապետն է մարմնացած, հինդուների համար Քրիշնայի հերթական մարմնացումն է, որովհետև Քրիշնան համարմնացել է, այդ էլ իր հերթական մարմնացումներն են։ Ու այս հարցը միշտ հնչելու է, քանի դեռ չի եկել այդ վերջին օրը։ Ով է Հիսուսը։ Ով է այն Բեթլեհեմում ծնված մանուկը։ Ու երբ որ քրիստոնյաների համար Հիսուսի ասոցիացիան, հա, ով է Հիսուսը, միշտ կապված է այդ մանուկ ծնունդի հետ, մեր զգայական, հուզական, հա, վերապրումային մտածելակերպը կապվում է դրա հետ։ Դրա համար կարելի է լսել Հիսուսը ծնվի քո սրտում, չէ՞։ Հիսուսը չի ծնվում քո սրտում։ Դու ես ծնվում իր մեջ նոր կյանքի համար։ Հիսուսը մեկն է, որին տրված ամբողջ իշխանությունը երկնքում երկրի վրա հոր փառքի մեջ նստած հորաչին վերականգնված աստվածության լեցունության մեջ։ Ու մենք ուղղակի տենց հուզական է, Հիսուսը ծնվում է քո սրտում։ Պետք է իրան գերակրել երևի, հա, հոգ տանել։ Ու ինչով գերակրել նորածնին, հարցեր են, որ առաջանում են։ Ով է Հիսուսը, ինչպես է ճանաչում, ամենակարևոր հարցն է իրականում։ Մենք շատ հարցերի պատասխան չունենք, ու ոչինչ որ չունենք, ունենք այդ ինչուները, ու այդ ինչուներին մի օր պատասխան կտրվի, մի օր ուղղակի կձերբազատվենք այդ ինչուից, որովհետև շատ ինչուներ, որ մենք ուզում ենք տանք, անիմաստ հարցեր են։ Էականը ոչ մի բան չեն փոխելու մեր կյանքի մեջ։ Բայց ով է Հիսուսը, ինչպես է իրան ճանաչում, ամենակարևորն է։ Հետաքրքիր հատված կա նույն Մատթեոսում 16-րդ գլխում, կարող եք բացեք իմ հետ, եւ որ Հիսուսը արդեն 2 տարի իր աշակերտների հետ շրջում էր, իրան շատ տեղերում էին տեսել են ինչպես է ծովը սաստում, տեսել են ինչպես է դևեր քշում, ինչպես է հիվանդներ բժշկում, հա, շատ բաներ էին տեսել, գերբնական բաներ, որոնք որևէ մեկը երբևէ չէր արել, կույրի աչքեր էր բացել եւ այլն, հա։
Ու ինքը հարց տվեց, Մատթեոս 16-ում են կարդում, ինչ են ասում մարդիկ, թե ով եմ ես, որդին մարդու։ Ու տարբեր պատասխաններ լսվեց, մեկը ասեց, իր աշակերտներն են սա, 2 տարի իր հետ քայլել են։ Դա ասում են, մեկը ասում է Եղիան ես, մեկը ասում է Երեմիան ես, մեկը ասում է մարգարեներից մեկն ես, մեկը ասում է Հովհաննես Մկրտիչն ես։ Ու ես ասեց, իսկ դուք ինչ եք ասում։ Ով եմ ես։ Ու երբ որ բոլորը լուռ էին, երևի կամ չգիտեին, կամ չէին համարձակվում պատասխանել, Պետրոսը խոսեց, ասեց դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո որդին։ Հիսուս ասաց իրան, պատասխանեց իրան. Երանելի ես դու Սիմոն Հովնանի որդի, որտեղ մարմինն ու այրունը չհայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է, եւ ես էլ քեզ եմ ասում, այս հետաքրքիր արտահայտությունը, դու քարես եւ այս ժայռի վրա ես կկառուցեմ իմ ժողովքը, կամ եկեղեցին, էկլեսիա հունարնում, եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Այս հատվածը կարելի ասել ավետարանի առանցքն է։ Դրանից առաջ եւ դրանից հետո եղած բոլոր իրականությունները, դեպքերը ավետարանի, կապված են, խարսխված են այս հատվածի հետ։ Սա ամենակարևոր մասն է։ Եթե սա չկար, եթե սա չլիներ, եթե չլիներ ճանաչումը, որ ինքը Քրիստոսն է կենդանի Աստծո որդին, դրանից առաջ եղող բաները անիմաստ էին, հրաշքները, նշանները, Սուրբ Ծնունդը, հրեշտակների հայտնվելը եւ այլն, եւ դրանից հետո կատարվող բաները անիմաստ կլինեին, ընդհանուր նույնիսկ խաչելությունն ու հարությունը։ Եթե չկար ճանաչումը ով է այս մարդը, որ ծնվել է, եւ այս մարդը որ կմահանա եւ հարություն կառնի, անիմաստ էր մնացած է ծնունդ, մահ եւ հարությունը։ Այս հատվածը, այս կետը, այս իրականությունը խարիսխն է, ողջ փրկության իրականության ու ծրագրի։ Քո իմ փրկության ողջ իրականությունը խարսխված այս հարցին, ով է Հիսուսը, ոնց է ճանաչում իրան, ինչպիսին է ինքը։ 3 բան տեսնում ենք այստեղ այս հատվածում, որը կարևոր է մեր համար, եկեք 3-ով գնանք, տենց ասած։ Այս ավետարանի առանցքն է, հա։ Առաջի բանը որ տեսնում ենք Հիսուսի արձագանքի ձևն է։ Ընդհանրապես այս հատվածում Հիսուսը փոխում է տոնը, ինչև այդ սովորական, ասենք, հարաբերության մարդկային լեզու էր, բայց այս հատվածը մարգարեական լեզու է։ Հիսուսը խոսում է մարգարեական լեզվով, մարգարեական ձևով։ Դուք նկատել եք, որ սովորական լեզուն եւ մարգարեական լեզուն, եթե ընթերցեք, տարբեր է։ 5 տականի մարգարեական գրքերը եթե նայեք, տպագրության մեջ էլ է տարբեր։ Եթե օրինակ պատմությունները, իրանք իրար հետևից չէ, շարադրված են, բայց մարգարեությունները մարգարեական գրքերում չափածո գրվածքների ձևով են։ Որտեղ իրանց լեզուն այլ է մարգարեականի, պոետիկա ավելի խորհրդային, ավելի միստիկա, հա։ Ու Հիսուսը անցնում է սովորական լեզվից այս հատվածում մարգարեական լեզվի, յուրահատուկ ձևի սկսում խոսել։ Առաջի բանը որ տեսնում ենք Հիսուսի արձագանքի ձևն է, երբ որ հարցեց դուք ինչ եք ասում եւ Պետրոսը ասեց, Սիմոն այն ժամանակ դեռ Պետրոս չէր, Սիմոնը Հովնանի որդին, Մարմնի եւ Այրան որդին, հա, Հովնանի որդին, ասեց դու Քրիստոսն ես կենդանի Աստծո որդին կամ հունարենում եբրայերում ասում են Մեսիան ես, կենդանի Աստծո որդին, ասեց ով է Հիսուսը իրականում, չէ՞։ Ու հենց որ ասեց ով է Հիսուսը իրականում, Հիսուսը արձագանքեց ես էլ քեզ կասեմ, ես էլ քեզ եմ ասում, հա, դու ասեցիր ով եմ ես, դու ճիշտ տեսար ով եմ ես, դու ճիշտ ճանաչեցիր, հա, ճիշտ ընկալեցիր կամ տեսար, հա, հայտնվեց քեզ։ Դա համար ես քեզ կասեմ թե ով ես դու։ Քանի դեռ դու չես ճանաչում ով է Հիսուսը, դու քեզ չես ճանաչելու։ Դու երբ որ ճանաչում ես Հիսուսին, Հիսուսն է քեզ ասում թե ով ես դու իրականում։ Ես էլ քեզ եմ ասում, հա։ Քանի որ Հայրը հայտնեց քեզ, թե ես ով եմ Հոր համար, որդին եմ կենդանի Աստծո, հա, ես էլ քեզ կհայտնեմ, թե դու ով ես իր համար։ Դու քար ես։ Բոլոր աշխարհակալները միշտ ցանկացել են ճանաչել այն, ինչը իրանց գիտելիքից, իմաստությունից այն կողմը։ Օրինակ, եթե հիշում եք, երբ որ Փարավոնը երազ տեսավ, կանչեց, չէ, իմաստուններին, որտեվ իր իմաստությունը բավարար չէր, այդ 7 հորթերը, հետո 7 նիհար կամ հետո պարարտ, ինչ էր նշանակում, ինչ խորհուրդ կար դրանում։ Աստված երազներ էր տալիս, չէ, Նաբուգոդոնոսորին երազ տվեց, մենք հենց կանդրադառնանք դրան, այդ արցանը, հետո ծառը, հետո եւ այլն, չէ, այդ
ու դրանք խորհուրդներ են ապագայի եւ այլ իրականության մասին։ Բոլոր աշխարհակալները ցանկացել են տեսնել ինչպիսին է ապագա մարդկությունը։ Իրանք ինչ-որ բան կառուցել են ունենալով իրանց կարողությունը, իրանց կայսրություններում, բայց ինչ կլինի հետո ոչ ոք չգիտեր, ու հիմա Հիսուսը այս հատվածում խոսում է իրականում թե ինչպիսին է ապագան որևէ կայսրություն չի, ապագան դա իր ժողովքն է, որտեղ հայտնությունը որ տվեց Սիմոնին ասեց դու քարես կանդարանակի սասան, բայց ու այս ժայռի վրա պիտի կառուցեմ իմ ժողովքը եւ դժոխքի դարպասները չեն հաղթի ու արքայության բանալիները քեզ եմ տալու։ Իսկն իր ժողովքը եւ արքայությունը դա նույն բանն է։ Չկա ուրիշ իրականություն հավիտենության մեջ, քան Հիսուսի ժողովքը։ Բոլոր կայսրությունները դադարել են ու կդադարեն, կմնա մի բան, մի ժողովք, մի ծրագիր է տենց ասած ժամանակակից լեզվով, մի պրոյեկտ, Աստծո պրոյեկտը, որի անունը եկեղեցի է, որին ինձ ու քեզ Աստված կանչել է մաս լինելու, ճանաչելով իրեն։ Մեր ողջ խնդիրը իրականում էս իմաստով իրան ճիշտ ճանաչելն է։ Որովհետև երբ որ Հիսուս ասում է դու ինձ ճանաչեցիր, ես էլ քեզ կասեմ ով ես դու, ոնց որ ողջ իմաստը մեր կյանքի բացահայտման Հիսուսի միջոցով ով է հայրը եւ ով ենք մենք հոր համար հայտնությունն ու ճանաչումն է։ Նայեք նույն Մատթեոսում մի քիչ առաջ 11-րդ գլխում Հիսուսը խոսում է դրա մասին, ասում է ամեն բան ինձ է տրված հորից 11:27-ն է։ Եվ ոչ ոք չի ճանաչում որդուն, բայց հայրը, եւ ոչ ոք չի ճանաչում հորը, բայց որդին, եւ նա ում որդին ուզում է հայտնել։ Իսկն իրանց մեջ հոր եւ որդու մեջ կա կատարյալ լիարժեք ամբողջական ճանաչում, բայց իրանցից դուրս չկա ճանաչում։ Իրականում ոչ ոք չի ճանաչում Աստծուն կամ որդուն այնպես, ինչպես հայրը որդուն է ճանաչում եւ որդին հորն է ճանաչում։ Եվ երբ որ Հիսուս ասում է որդի նկատի ունի մարմնացած մարդ վիճակը, նկատի ունի աստվածության մեջ հոր եւ որդու հարաբերությունը, որը մեզ բոլորիցս կտրված անտեսանելի ու անհասկանալի իրականություն է։ Բայց կդառնա մեզ համար հասկանալի եւ ճանաչելի, ում որ որդին ուզում է հայտնել։ Ճանաչել հորը որդու միջոցով, սա մեր կարևոր առաքելությունն է կարելի ասել, խնդիրն է, նպատակն է։ Դրա համար Փիլիպոսը երբ որ վերջում Հիսուս ասում էր հոր մասին, ասեց շատ մի խոսա, հորը ցույց տուր հերիքը, չէ՞, որովհետեւ վերջում մարդիկ ուզում էին վերջին կարևոր ճանաչումը, դա հոր ճանաչումն է։ Ու Հիսուս ասեց, այսքան ժամանակ ձեր մեջ եմ ու չճանաչեցիր, որ ես հոր մեջ եմ հայրի մեջ, եւ ով ինձ տեսավ, հորը տեսավ։ Ամեն բան ինձ է տրված հորից եւ ոչ ոք չի ճանաչում որդուն, բայց հայրը։ Կարծես թե Հիսուս ակնարկում է, որ ամեն բան հայրը որդուն տվել է, որովհետեւ ճանաչում է որդուն։ Մենք էլ ենք այդպես, չէ՞։ Մենք վստահում ենք, երբ որ ճանաչում ենք։ Եթե մենք չենք ճանաչում, չենք վստահում։ Բայց ավելին, քանի որ որդին էլ ճանաչում է հորը, դրա համար հայրը վստահում է որդուն։ Այսինքն հոր վստահումը գալիս է ոչ միայն նրանից, որ ինքը ճանաչում է որդուն, այլ նա որ որդին է ճանաչում իրեն։ Այսինքն ինչքանով մենք սովորում ենք ճանաչում ենք Աստծուն, այնքանով Աստված վստահում մեզ։ Մեր հավատքի աճը, փրկության մեջ աճը, սրբության մեջ աճը, մեր ամեն ինչը իրականում կապված է մի բանի հետ, ինչքանով ենք մենք ճանաչում իրան, եւ դա ավելին իրավունք է տալիս իրեն արձակելու մեր կյանքի մեջ։ Ու տեսնում ենք այստեղ նույնը, երբ որ Պետրոսը ճանաչեց, ասես դու Քրիստոս ես կենթանի Աստծո որդին արձակեց իր կյանքի մեջ, ով է ինքը իրականում Աստծո համար։ Քարը, ժայռը, որին պետքա տրվի բանալիները արքայության, որի վրա կառուցվելու է իր եկեղեցին։ Ով է երբևէ նման բաներ լսել։ Որ դու քար ես ու այս ժայռի վրա պիտի կառուցեմ իմ ժողովքը ու դժոխքի դարպասները չեն հաղթելու, արքայության բանալիները քեզ եմ տալու։ Որ մահկանացուին է այս բառերը ասվել։ Ոչ մի մարգարեի, ոչ մի թագավորի նման խոստումներ չի տրվել։ Սա այն հայտնությունն է, որ ծածկված էր հոր մեջ ու ոչ ոք չէր կարող իմանալ։ Իմ ու քո համար հոր մեջ հայտնություն կա ծածկված։ Այն որ հայրը որոշել է ով ենք լինելու իր համար։ Ու նրան դա հասնելու համար լավագույն ճանապարհ իրան ճանաչելն է։ Ինքը մեզ ճանաչեցնում է իրեն, որպեսզի նաև մեզ ճանաչեցնի ով ենք մենք իր մեջ։
Մենք ուզում ենք առանց իրեն ճանաչելու իմանանք ով ենք մենք, մեր կոչումը, մեր անելիքը, այդպես չի գործում թագավորության մեջ։ Մեր ճանաչումը կապված է բխելու է իրեն ճանաչելուց։ Ու ինքը կհայտնի մեզ այնքան, ինչքանով մենք կճանաչենք իրան։ Դա մեր որ մենք ուղղակի աղոթում ենք ցույց տուր մեզ մեր, չգիտեմ, կոչումը, մեր 10 տարի հետո մեր տեսլականը ինչ եմ անելու, Աստված ասում է սխալ տեղից է սկսել, բալես։ Պետք է սկսես ընդեղից ճանաչիր ինձ, որ ես օգնեմ քեզ ճանաչել իմ մեջ ով ես դու։ Մեր բոլորի համար Աստծո մեջ նախասահմանություն կա։ Պողոս ասում է, որ Աստված մեզ ընտրեց եւ կանչեց սուրբ կոչումով ոչ թե մեր գործերից ելնելով 2 Տիմոթեոս 1:9, այլ իր նախասահմանությանը նայելով, որ Հիսուս Քրիստոսում մեզ տվեց հավիտենական դարերից առաջ։ Որպեսզի ճանաչենք ինչ նախասահմանություն է մեզ տրված իր մեջ, նախ իրեն պետք է ճանաչենք։ Ու հոգին ու որդին եկել են դրա համար, որ մեզ ճանաչեցնեն հորը, որպեսզի իրան ճանաչելու միջոցով իրականում ճանաչենք ինքներս մեզ։ Մեզ այլապես աշխարհը ուրիշ բան է ճանաչեցնելու։ Մենք մեր ինքնության ճանաչողության աղբյուր ուրիշ բաներից ենք վերցնելու։ Մեր շրջապատից, մարդկանց կարծիքից, մեր փորձառություններից, մեր ձախողված լինելով կամ հաջողված լինելով, փոխանակ գտնելու ով ենք մենք իր մեջ։ Մի օր ինքը պետք է ասի ով ես դու։ Դա համար հայտնության մեջ ասում է, ով որ հաղթի իրան խիճ եմ տալու, որ իր վրա նոր անուն է գրված։ Չէ, այդ այն հայտնությունն է, ով ես դու իրականում իր մեջ։ Ինչա եւ ով է կանչել քեզ լինելու։ Մեր Ռուբն ասում Աստված իր մեջ ունի նախասահմանություն, ասենք քո ծառայության փառքի մեկ էլ հետա գնում, ով ես դու, ալկաշա հլը։ Չգիտեմ, ընկած է։ Ու երբ որ Գեդեոնին եկավ հրեշտակը, չասեց ով վախ կոտի մեկը, չասեց ով զորավոր կտրիչ։ Խոսեց այն ինչ որ Աստծո մեջ է եւ ոչ թե ինչ որ հիմա փոսի մեջ է։ Չխոսեց իրան իր փորձառության իրականությունից, այն գնահատականից, որ ինքը իրեն կտար։ Եթե Գեդեոնին հարցնեին դու ինչ ես կարծում քո մասին, ասի ես փոքր մի հատ մարդ եմ, վախեցած այսօրվա հարցը կարողանանք ապահովենք թե չէ։ Բայց եթե հարցնեին Աստծուն ով է Գեդեոնը քո համար, այդ փոսի մեջ վախեցած մարդը իմ զորավոր կտրիչն է, որ իմ կամքը պիտի կատարի, իմ ժողովրդին ազատում բերի։ Հարցրա ով ես դու իր մեջ ճանաչելով իրան։ Ես ու դու ընտրվել ենք որդու կողմից, որ ես ու դու ճանաչենք հորը։ Մեր փրկությունը իրականում էս երկու մեծ իրականությունն է, ճանաչել հորը որդու միջոցով եւ ճանաչել մեզ տրվածը հորից կամ պատրաստվածը հորից որդու միջոցով նորից։ Ամեն ինչ որդու միջոցով, ամեն բան նրանից նրանով եւ դեպի նայան։ Ես ու դու ով ենք։ Կարևոր հարց է իր մեջ, ով է որոշել Աստված լինելու։ Միայն ինքը կասի, միայն ինքը կարող է ասել դու քար ես։ Դե որ մենք կարդում ենք մեր թարգմանություններում դու Պետրոս ես, իրականում Պետրոսը ոնց որ բան է հնչում, անուն է հնչում, բայց Պետրոսը անուն չէր։ Մինչև նոր կտակարանի գրվելը, մինչև այս Սիմոնի Պետրոս կոչվելը, հունական մշակույթում հայտնի չի, որ Պետրոսը որպես անուն, արական անուն կիրառված էր երբևէ։ Որը հունական մշակույթի խորթ էր քարը տալ մարդու անունը քար կոչել։ Սա նոր կտականից արդեն Հիսուսի կոչումից հետո եկած բան էր։ Ու հայտնել, որ դու քար ես, հա, ու այդ ժայռի վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցին, այսինքն ինչի համար ես ընտրվել, ով ես, ինչի համար ես ընտրվել, եւ ինչա տրված քեզ երկնքի արքայության բանալիները, Պետրոսը ասեց, ինչի համար ես ընտրվել, կառուցել իր համայնքը, իր ժողովքը, իր բանակը, ինչ պիտի անես, գրոհես ու ավիրես դժոխքի դարպասները։ Ով ես, ինչի համար ես ընտրվել, ինչա քեզ տրված, ու ինչ պիտի անես, հարցրա։ Սա իմ ու քո ժառանգությունն, արտոնությունն է Աստծո մեջ։ Մենք էսի փնտրում ենք աշխարհում, փոխանակ փնտրենք Աստծո մեջ։ Ու մեզ Աստված կանչել է դա ճանաչելու համար, դա բացահայտելու համար։ Մեր հոգևոր կյանքի ընթացքը դա ինչ որ տարօրինակ հայտությունները չի, ինչ որ այսօր գրում են, գնաց մեկը երկինք, 4 հատ ծառ տեսավ, 6 հատ հրեշտակ տեսավ։ Տեսար ով ես դու իր մեջ, սա է ամենակարևորը։ Եթե չես տեսել ով ես դու, ինչի ես կանչված, ես չեմ հավատում որևէ հայտնությանը։ Դրանք ավելորդ մարդկային փուչ մտքի արգասիկ ու դրսևորում են։ Պետրոսին կոնկրետ ասվեց դա ու մեզ էլ ունենք կոնկրետ ճանաչումը, ճանաչելով որդուն
եւ հորը մենք սկսում ենք ճանաչել իրականում ով ենք մենք, ինչա մեզ տրված։ Գրոհես ու ավիրես դժոխքի դարպասները։ Որևէ մեկի նման խոստում չի տրվել։ Այս եւ դժոխքի դարպասները քեզ են հաղթելու, այդ հաղթել բառը շատ անգամ է օգտագործված, կատիսխիո բառն է հունարենով, որ նշանակում է լինել ուժեղ, ունակ, կարողացող։ Այսինքն դարպասները քո դեմ ուժեղ չեն լինելու, կարող չեն լինելու, ունակ չեն լինելու, դու ես լինելու։ Որտեղ քեզ տրված է լինել այդ։ Իսկ մենք վախվորած ենք ապրում։ Վախեն մենք աղոթենք, բարեխոսենք, հրամայենք, արձակենք։ Ու Հիսուսը ասում է քեզ են տալիս երկնքի բանալիները, ինչ որ կապես երկնքում կապված կլինի, որ մահկանացուին է նման խոստում տրվել, ասեք ինձ։ Թագավորներն ու արքաները կայսրություններ են պահել, բայց չեն ունեցել թագավորության բանալիները։ Ու հիմա միած սովորական ձկնորս Գալիլեայից, անկիրթ, հա, անտաշ ինչ որտեղ, հա, ստանում է թագավորության բանալիները։ Կապ չունի թե աշխարհը քեզ ինչպիսին է տեսնում, ինչպիսի անցյալ ունես, որտեղ ես ծնվել, որտեղ ես մեծացել, բնավորությունդ ինչքան անպատասխան թե չէ, դա չի էականը։ Էականը իր մեջ ինչ կա գրված, ինչ կա որոշված Աստծո նախասեմանության մեջ։ Ով ես, ինչա քեզ տրվել, ինչ պիտի անես։ Բացահայտի հետ։ Այս հատվածի կարևոր առաջի սկզբունքը դա է, մեր բացահայտումն է, մեր ով լինելու բացահայտումն է։ Մենք նայում ենք ավելի շատ Հիսուսի բացահայտումն է, բայց Հիսուսի բացահայտումը շարունակվում է մեր կյանքի մեջ, բացահայտելով ով ենք մենք, մեր իրականությունը։ Մեր հոգևոր ընթացքը, մեր ավելի ու ավելի Աստծո մեջ մերով լինելու բացահայտման ընթացքն է։ Եթե այդ ընթացքը չկա, կապ չունի մարդը ինչ հաջողություններ ունի ճակերտավոր։ Եթե չես բացահայտել, որտեղ չես ճանաչել եւ չես ճանաչեցվել, Նույնիսկ մի բան այն չի, դու կրոնական գործողության մեջ ես, բայց ոչ թե Աստված պաշտության, Աստված ճանաչության մեջ։ Այսօր լիքն է կրոնական գործունեությունը, գործողությունը։ Մարդկանց կարելի է զբաղեցնել կրոնական գործողությամբ, իրանց պիտակներ տալ, տիտղոսներ տալ, արհեստական ինչ որ կոչումներ տալ, ծառայություններ տալ, բայց չտանել իրանց Աստծո մեջ իրանց բացահայտմանը։ Ու ձեռա տալիս նման ստրուկների կարգավիճակը կամակատար Հիսուս Քրիստոսի մեջ իրենց ով լինելը բացահայտող։ Որովհետև նրանք բացահայտում են իրանց ինքնությունը, կարող են տեղերում, որտեղ դուք իրանց նշանակել ենք, չգիտեմ, պարտադրել ենք, համոզել ենք, մանիպուլացրել ենք, որ ծառայենք, այլևս չլինեն այնտեղ, որտեղ գտնեն ով են իրանք իրականում Քրիստոսում։ Բայց հենց կարևորն է, որտեղ իրանք գտնեն իրանք, որտեղ են իրանք, այնտեղ են իրանք պտղաբեր լինելու, այնտեղ է լինելու Աստծո օրհնությունը, այնտեղ է պատասխանը ես էլ քեզ եմ ասում, թե դու ով ես։ Երկրորդ կարևոր սկզբունքը, որ տեսնում ենք այս հատվածում, թե ինչպիսին է այդ թագավորությունը աստվածային, արժեքի կարելի ասել այս իմաստով։ Ասեց քարես ու այս ժայռի վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցին, չէ՞։ Ոնց որ եկեղեցու կառուցման որպես գործիք, որպես միջոց, Տիրոջ այդ փոխաբերությունը քարն էր, ժայռն էր։ Երկուսն էլ բնական հիմք ունեն, ոչ մեկը մարդածին չի, չէ։ Մեկը փոքրն է, մեկը մեծն է, նույն նյութի։ Երկուսն էլ տենց ասած բնական ամուր, հա, ժայռ, քար, չէ՞, նույնիսկ ամուրության խորհրդանիշ ունի, եւ միշտ այդ ամրությունը եղել է աստվածայինի խորհրդանիշը։ Ինչ աստվածայինը ամուր է, պինդ է, տենց ասած, անժամանակ է։ Դա օրինակ Աստված պատվիրեց ելիցուն, որպեսզի զոհասեղանը, որի վրա պիտի զոհեր բերեին Աստծո առաջ, քարից կառուցվեր առանց երկաթի գործի կպնելու։ Աստված հատուկ պարզեց երկաթ չկպցնես, որովհետև կպղծես իրան։ Ինքը անձեռագործ պետք է լինի։ Այդ քարերը պետք է ուղղակի ինչպես կա, այդպես դնեք, հա, մարդկային որևէ բան չավելացնեք դրան։ Պուպուշ, սիրուն, չգիտեմ ինչ, այ ոնց որ չոր, կոպիտ, սուր կամ անհարմար ինչպես կան, այ տենց կառուցեք իմ զոհասեղանը։ Ինչ որ աստվածայինը կարիք չունի մեր մարդկային միջամտության, չգիտեմ, ձև տալու, սիրունացնելու, հարմարացնելու, հա։ Նավարի որ մենք մեկ ինչ որ խնդիր ունի, ուզում ենք ինքնից պուպուշ ձևի ասենք, չենք ասում, լսի, գնա ու հավատարիմ եղիր ընտանիքիդ։ Դու ես մեղավոր, որ հավատարիմ չես քո ընտանիքին, քո կնոջը, քո երեխաներին կամ քո ամուսնուն, դե որ թողել ես առաջին սերդ, թողել ես քո պատասխանատվությունը, քո հրեշտակներով գրված է իրաց բնակության վայրը, հա, այնտեղը որ դրել Աստված թողել ես,
Դու որ ճիշտ ընկեր չես, ճիշտ ամուսին չես, ճիշտ աշխատող չես, հա ով է մեղավոր։ Հա մենք չփորձում ենք, հա հասկանում ենք, Աստված գիտի որ քեզ դժվար էր։ Ինչ եք ուզում պուպուշացնենք այդ սուր քարերը։ Աստծո զոհասեղանը պետք է լինի ինչպես կա, Աստված ինչպես ասել է։ Մի գողացիր, մի շնացիր, չէ, սուտ մի վկայիր եւ ոնց կա այդպես։ Ինչ եք փորձում փապկացնենք, մեղմացնենք։ Քարը անհարմար իրականություն է։ Դրանից կառուցվել է զոհասեղանը։ Առաջին օրենքը Աստծո քարի վրա գրվեց։ Աստված քարե տախտակների վրա գրեց, չէ, իր պատվիրանները։ Կաշվի վրա չէր, կտավի վրա չէր, պապիրուսի վրա չէր, թեև դրանք կային, արկա էին, չէ։ Ավելի հեշտ էր կրելը, չասես Մովսես ջան, հա գիտեմ, մեծ մարդ ես արդեն 80 տարեկան մեղք ես, դժվար է քարը։ Արի թեթև փայտի վրա գրեմ։ Չթեթևացրեց, չէ։ Չհեշտացրեց, գրեց քարի վրա, անժամանակ հաստատուն իրականության վրա։ Հայտնությունն է սա մեր համար, ինչը աստվածային է, հիմնային է, անժամանակ է ու մնայուն է ու անփոփոխ։ Մնացած ամեն ինչը այս աշխարհում փոփոխական է ու փոխվող։ Աստծո պատվիրանները, կանոնները, կամքը անփոփոխ է, ինչ ինքը որոշել է վերջ։ Դա է ճշմարտությունը։ Մնացած ամեն ինչը ժամանակավոր են մեր ճաշակի, մշակույթի, ժամանակի, պարագայի առումով։ Հիմա հարցը էս ամենք ինչ ենք ընտրում։ Ընտրում ենք մնալ հավիտենական աստվածային արժեքների ճշմարտությունների մեջ, ապրել դրանցով, հավատալ դրանց, կառուցել մեր կյանքը, մեր ինքնությունը, մեր մտածելակերպը դրանց վրա, թե ինչ որ մշակույթն է պարտադրում, ինչ որ ժամանակն է, դա այսօր սենց է, այսօր բոլորը էսպես են, այսօր սա ընդունելի է։ Այսօր ընդունելի է, վաղը չէ։ Ինչ այսօր նորմա, վաղը մերժվելու է։ Բայց ինչ որ Աստված է ասել, ինչ որ Աստծո կամքն է, ինչ որ աստվածային այդ քարը անփոփոխ է, հավիտենական է։ Մարդու ողջ փառքը, ասում է Եսային, դաշտի խոտի նման է եւ իր ծաղկի։ Խոտը կանցնի, ծաղիկը կչորանա, չէ, բայց Աստծո խոսքը հավիտյան է մնում։ Դատաստանին կհնչեն բոլոր մարդկային հեղինակությունների, կանոնների, ձեռքբերումների ոչնչացումը ու կհնչի կմնա միայն աստվածային օրենքը։ Աստված իր օրենքով կդատի։ Ինչ որ ինքը համարում է ճիշտ, ինչ որ ինքը հայտնել է որպես ճիշտ։ Մեր կյանքում իրականություններ կան, որոնք աստվածային են, այդ իմաստով անձեռագործ են, քար են, ժայռ են, որոնք միշտ կմնան, եւ կան ժամանակավոր մեր շուրջը աշխարհի մարդկանց կողմից ստեղծված իրականություններ, որոնք ինչպես ստեղծվել են, տենց էլ կվերջանան։ Օրինակ սերը, արդարությունը, ընտանիքը, եկեղեցին, դրանք աստվածային հեղինակություններ են։ Դրանք միշտ կլինեն ու միշտ կան։ Սկսած 2000 տարի առաջ եկեղեցին ինչեր անցել, չէ՞, ստրկատիրական հասարակարգ, Հռոմ, չգիտեմ, միջին դարեր, ֆեոդալական, իսլամ, հա, կոմունիստներ, կապիտալիստներ, ինչերով անցել ու ինքը կա, նրանք շատերը չկան արդեն վաղուց, խալիֆաթը եւ այլն, եկեղեցին կա, ընտանիքը կա, ու կմնա միշտ, ինչքան էլ փորձեն իրան աղավաղեն, այլասերեն, ձևափոխեն, հա, ընտանիք ինստիտուտ, աստվածային ինստիտուտը, Աստված է հսկում իրան, ինքը ժայռ է, ինքը մնալու է, մարդիկ մշակույթները տարալուծվելու են, հետո էլի վերադառնալու են դրան, որպես հիմնական հաստատության։ Հները փոխվում են նորերով, իշխանություն, կառավարություն, կրթություն, բիզնես, ֆինանս եւ այլն։ Բոլորը հնանում են, նորանում են, փոփոխվում են ու մի օր ոչնչանում են։ Բայց ինչ որ աստվածային հեղինակություն ունի, քար ու ժայռը, որի վրա կառուցվում է, կմնա հավիտյան։ Դամար Հիսուս ասում էր նույն Մատթեոսում, մարդը, որ իմ խոսքերս լսում է եւ չի կատարում, նման է մեկին, որ իր տունը կառուցելու է ավազի վրա։ Եվ մարդը, որ խոսքերս լսում ու կատարում, այսինքն հավատում է իրանց, հա, նման է մարդը, որ տուն իր կառուցեց ժայռի վրա։ Քամին կպչի, հա, ջրերը կգան, բայց տունը կմնա, որտեղ ժայռի վրա է կառուցված, հաստատության վրա է կառուցված։ Լսել եւ չկատարել նշանակում է լսել եւ չհավատալ, որ դրանք կարեւոր են։ Նշանակում է հավատալ ուրիշ բանի, չէ, կառուցել ուրիշ հիմքի վրա, ոչ թե աստվածայինի վրա։ Եթե քո ընտանիքը կառուցված աստվածային հիմքերով,
սիրո զոհաբերության, հա, ինչ որ Աստված խոսել է ամուսնու եւ կնոջ հարաբերության մասին, դրանց դերերի մասին, արժեքների մասին։ Հայրեր, սիրեք ձեր կանանց, սիրեք։ Կանայք հնազանդ եղեք ձեր այրերին եւ հնազանդ։ Ծնողներ ձեր որդիներին դառը մի եղեք, չէ՞, այլ վարժեցեք իրանց Տիրոջ ճանաչման մեջ, սիրո մեջ։ Այն ինչ որ աստվածային հիմք ունի, հավիտյան է մնալու։ Աշխարհը քո համար հայտնություն ունի, եւ դու կամ կարող ես քո ինքնությունը կառուցես աշխարհի տված հայտնության վրա, որը մի օր կփոխվի, որտեղ մի օր դու կանգնես Աստծո առաջ կամ բոլորը ամեն օր կանգնենք Աստծո առաջ առանց այդ աշխարհի տված մարդկային իրականությունների, ճիշտ այն թզենու տերևների նման, որ Ադամը ինքը իր համար կառուցեց Եդեմի, սարքեց Եդեմի պարտեզում ծածկելու իր մերկությունը, դա իր ինքնության ձևն էր, ու Աստված իրան կաշվե հանդերձ տվեց, չէ՞, թափեցին այդ մարդկայինը, որպեսզի հագնեն աստվածայինը։ Ու ինչ որ որոշել Աստված իմ ու քո համար, այդ Տիմոթեոսի երկրորդ Տիմոթեոս 1:9-ի ասված, հա, այն կոչում են կարգավիճակը, Աստված մեզ փրկեց եւ սուրբ կարգավիճակի կանչեց կամ ստատուսի կանչեց։ Կոչում բառը այդ կարգավիճակն է, ստատուսն է, ինչ որ բանի կանչեց, հա։ Նույն բառն է, որ Պողոսը Ֆիլիպեցիների 7 գլխում ասում է, ես մոռացել եմ հետիները արչավում այդ վերի կոչումին եմ ձգտում, այդ ստատուսին եմ ձգտում, որ Հիսուս Քրիստոսի մեջ է իմ համար։ Հասնեմ դրան։ Մեր բոլորի համար կա այդ, հա, ու կամ ենք ձգտում ենք դրան, կամ ենք ձգտում ենք աշխարհի տված ստատուսներին, կոչումներին, կարգավիճակներին, աշխարհին հաճելի լինելու համար, գտնելու մեր տեղը աշխարհում։ Գտի քո տեղը Աստծո մեջ։ Որտեղ աշխարհը կփոխվի, իր կարծիքը կփոխվի, բայց Աստծո կարծիքը երբեք չի փոխվելու։ Եթե պիտի Աստված փոխի իր կարծիքը, նշանակում է ինքը սխալվել է։ Գրված Աստծո մեջ դառնալու շուկ չկա։ Ստվեր չկա անգամ փոփոխության, ոչ թե փոփոխություն չկա, ստվերը դրա անգամ չկա, ակնարկը չկա դրա անգամ։ Ինչ որ որոշել Աստված, ճիշտ է որոշել, անսխալական է, ավելի լավ է մենք վստահենք իր որոշմանը ու փնտրենք դրան, ձգտենք դրան։ Մարդիկ քո հանդեպ կփոխվեն, երբ դու փոխվես իրենց հանդեպ։ Աստված չի փոխվի։ Նույնիսկ որ փոխվում ենք իր հանդեպ, Աստված չի փոխվում մեր հանդեպ։ Մարդիկ կփոխվեն քո հանդեպ, երբ դու իրենց էլ պետք չես լինի, Էլոքուտ չեն կարող ունենալ քեզանից, Աստված չի փոխվի, դու միշտ պետք կլնես իրեն։ Մարդիկ կմոռանան քո լավ բաները, ինչ որ արել ես իրենց համար, բայց Աստված Հիսուս ասում է մի բաժակ սառը ջուր, եթե տակ իմ աշակերտներին վարձքը երբեք չեք կորցնի, երբեք չի մոռանա։ Ինչ որ փնտրում եք այս աշխարհում, աշխարհի տված իմաստով մի օր անարժեք կդառնա, բայց ինչ որ Աստված ունի մեր համար, ինչ որ Աստված է փնտրում մեր համար, հավիտենական արժեք ունի։ Ընտրիր ինքդ մեր ընտրությունը։ Եվ երրորդ սկզբունքը այստեղից ուզում եմ տեսնենք, կարևոր նաև։ Ինչպես ասի Հիսուս սկսեց խոսել մարգարեական լեզվով եւ մարգարեաբար, ինչ պիտի լինի, հա, ինչ պիտի անի։ Մարգարեությունները հնչում են երկու բաղադրիչի միջոցով։ Առաջին դա հեղինակն է, չէ, երկրորդը փոխանցողն է։ Փոխանցողը մարգարեն է, մարդը կամ որի միջոցով Աստված փոխանցում է, չէ, իր կամքը, իր կարծիքը, իր հայտնությունը, իր խոսքը, եւ հեղինակը ինքը Աստված է։ Բոլոր 5 կտակարանի մարգարեները փոխանցողներ էին։ Իրանք խոսում էին երկրորդ դեմքով, այսպես է ասում Տերը։ Հիսուսը այստեղ խոսում առաջի դեմքով, ոչ երկրորդ։ Չի ասում դու քարես եւ այս ժայռի վրա Աստված կկառուցի իր եկեղեցին։ Ես կկառուցեմ իմ եկեղեցին։ Խոսում է հեղինակի պես, ինքը հեղինակն է, ինքը փոխանցողը չի։ Ինքը նա ով որոշել է դա, ով պիտի լինի Պետրոսը եւ ինչ պիտի անի իր համար։ Պատկերացնում եք, աշակերտները այդ պահին լսում էին ինչ է խոսում Հիսուսը, ինչպես է խոսում։ Նախ այդ մարգարեական լեզվի մեջ, այդ լեզվով, երկրորդ խոսում է որպես հեղինակ։ Ու այս անցումը, որ ինքը սովորական խոսքից անցավ մարգարեական խոսքի եւ որպես հեղինակ պատական չի։ Մենք հայ ենք, ոմանքս։ Նկատի ունեմ, որ մեծամասամբ։ Ունենք մեր մեջ պարսիկներ ունենք, կիսա, չէ, նորմալ հայ ունենք,
No, sorry. Լավ, ասած ինչա։ Մենք մեծացել ենք այլ ավանդության մեջ, տրադիցիայի մեջ, քան Հիսուսի աշակերտներն էին, հրեա աշակերտները։ Իրանք փոքր տարիքից սովորում էին ժողովարաններում լսել մարգարեական խոսքերը, լսել դրանց մեկնությունները, լսել, որ դրանցից ոմանք դեռևս մեկնություն չունեն, որ դրանք դեռ հլը հասկանալի չի ինչա նշանակում, հա։ Ու իրանց համար, երբ որ Հիսուս սկսեց խոսել այս լեզվով եւ այդ բառեր օգտագործելով, քար, ժայռ, երանելի, մարմին ու այրունը քեզ չհայտնեց, եթե նայեք ուրիշ տեղ Հիսուսը չի խոսել այս բառերը։ Մենակ այս հատվածում այս արտահայտությունները անում Հիսուսին։ Իր աշակերտների համար դա հասկանալի էր, գոնե ակնարկ էր, որ նրանք կհասկանային ինչի մասնախոսքը։ Ինչ բառախաղ անում Տերը, մարմին այրունը քեզ չհայտնեց, դու քար ես եւ ժայռի վրա կառուցեմ։ Մենք չենք լսում այն, ինչ որ լսեցին իր աշակերտները, ինչպես ասի հրեա չլինելու պատճառով եւ հրեական ավանդույթների մեջ կամ ավանդության մեջ մեծացած չլինելու պատճառով։ Բայց իրանք լսում էին, որ Հիսուսը խոսում է Դանիելի մարգարեությունը։ Եվ խոսում է իր մեկնությունը այդ տեսիլքի։ Դանիելի երկրորդ գլխում առաջի հայտնությունն է։ Նաբուկդոնոսորը երազ տեսավ։ Եվ այդ երազը վախեցրեց իրան, խռովեցրեց իրան։ Եվ կանչեց բոլոր իմաստուններին, ասեց ես երազ եմ տեսել ու ինձ էդի սա էր, մտորում է ինչ ալնելու ինձնից հետո ու խառնվեցի իրար, որտեղ բան տեսա ու հիմա մեկնեք ինչ եմ տեսել։ Դե ասում են, թագավոր ջան, ասա ինչ ես տեսել, մենք մեկնենք։ Ասում է, չէ, դուք պրոստը ուզում եք իմանաք ինչ-որ բան անեք, էլի, իմ ասածի վրա մի բան սարքեք։ Եթե դուք իրոք իմաստուններ եք, ասեք ինչ եմ տեսել իմ երազում, այդ տեսիլքը, եւ տվեք իր մեկնությունը։ Եվ իրանց արտահայտությունը սա է։ Իմաստուններն ասում են թագավորին, քո ուզածը ոչ ոք չի կարող հայտնել նրանցից, որ մարմնի մեջ են բնակվում, մարմնավորներից։ Ինչ ասում Հիսուսը, մարմին ու այրունը չհայտնեց քեզ։ Սա նույն Դանիելի մարգարեության կրկնությունն է, Դանիել 2:11։ Եվ որ Դանիելը լսում է, որ տենց բան է եղել, որտեղ թագավորն ասում է, եթե չհայտնեք, դուք ձեզ մորթել կտամ, ձեր ընտանիքները մորթել կտամ եւ ձեր տուն ավերակ կդարձնեմ, բանը հասնում է Դանիելին, Դանիելը ասում է, ինձ տարեք թագավորի առաջ։ Ծոմ ավերցնում ընկերների հետ եւ այլն։ Տանում են թագավորի առաջ եւ Դանիելն ասում է, որ թագավորը կրկնում է իր խնդիրը եւ Դանիելն ասում է, երկնքում Աստված կա, ով հայտնում է գաղտնիքը։ Ինչ ասեց Հիսուսը, մարմին ու այրուն չհայտնեցին քեզ, այլ իմ հայրը, որ երկնքում է։ Նորից կրկնում է Դանիելի մարգարեության այդ հատվածը։ Դանիելի տեսիլքում, ավելի շատ Նաբուկդոնոսի տեսիլքում, որ Դանիելը մեկնեց, այսինքն Դանիելին նորից ցույց տվեց Աստված նույն տեսիլքը եւ տվեց իր մեկնությունը։ Եվ տեսիլքը սա էր. Երբ որ Նաբուկդոնոսորը մտածում էր ինչ պիտի լինի ապագան, հա, ինքը sense կայսրություն է կառուցել, ում է հասնելու, ինչ ալնելու ապագան, ինչպիսին կլինի, Աստված ցույց է տվել արցան, որի գլուխը ոսկի էր, հետո թևերը եւ ուսերը արծաթ, հետո որովայնը պղինձ, հետո ոտքերը երկաթ ու վերջում ոտքի մատերը երկաթ եւ կավ։ Եվ երբ որ նայում էր, մի քար պոկվեց, քար, նկատում եք, պոկվեց ինչ-որ տեղից եւ հարվածեց ոտքերին, փշրեց ոտքերը ու ողջ արցանը փշրվեց ու քամին տարավ այդ փշուրները եւ այդ քարը դարձավ մեծ ժայռ։ Մայք Հիսուսի դու քար ես ու այդ ժայռի վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցին։ Ու այդ ժայռը մեծացավ, լցրեց ողջ երկիրը։ Հիսուսը կրկնում է Դանիելի մարգարեությունը։ Իրականում մեկնում է այդ Դանիելի մարգարեությունը, որ այդ Դանիելի մարգարեությունը ոչ թե Իսրայելի թագավորության մասին է, այլ իր երկնքի Աստծո թագավորության մասին է։ Քարը արվածեց ոտքերին, փշրեց ողջ արցանը։ Բոլոր երկավոր թագավորությունները մի օր փոշի կդառնան այդ Աստծո թագավորության առաջ ու իրանց Հիսուսը կոչում է դժոխքի դարպասներ։ Չեն դիմադրել, որտեղ քարը հարվածեց ու ողջ արցանին փշրեց։ Ոսկին էլ փշրվեց, արծաթն էլ փշրվեց, բրոնզել։ Ինչ մարդը կառուցել է, ինչ մարդկայինը կառուցված է, ոչինչ ալնելու Աստծո կառուցածի համեմատ։ Ու Աստծո կառուցածը
Հա, այդ մարդկային թագավորությունները սատանան մի օր ասաց, այս ամենը իմն է։ Հենց նույն Մատթեոսում կարդում ենք, սատանան ցույց տվեց ողջ երկրի թագավորությունները, ասաց սրանք իմն են, ինձ է հանձնված, ում ուզեմ կտամ։ Ու հիմա Հիսուսը մեկնում է, որ ձեզ քար Պետրոս, հա, իմ եկեղեցի իշխանություն եմ տալի փշրելու ողջ դիվական մարդկային իրականություններ ու քեզ չեն դիմադրելու իրականում, ուժեղ չեն ունելու քո առաջ։ Այդ քարը փշրեց հռոմեական ողջ կայսրությունը, երբեմնի կառուցված ամենահզոր քաղաքակրթությունը ու շարունակում աճել այսօր։ Ու կապ չունի, որ երկրում, որ մայրցամաքի վրա, ու մենք այդ թագավորության մասն ենք, մենք այդ քարերն ենք, ով Աստված ընտրել է, որովհետև ժայռը քարերից է կազմված, հա, այդ փոքրիկ քարերը միասին մի ամբողջ ժայռ են։ Ես ու դու այդ մարգարեության մասն ենք կազմում։ Մեր կոչումի բացահայտումը քար մեր տեղը խոսելու է, թե մենք ինչպես ենք մասնակցելու այդ ժայռի գործընթացին, երկիրը լցնելուն, դժոխքին քանդելու, դժոխքի դարպասները գրոհելուն։ Եվ որ ես ու դու ճիշտ տեղում ենք բացահայտելով ով ենք մենք իր մեջ, երբ որ բացահայտում ենք մեր մարգարեական նշանակությունը Աստծո մեջ, մեր կոչումը, մեր որոշումը հոր ով ենք մենք իր համար եւ ինչ ենք անելու, մենք այս մեծ մարգարեական ծրագրի մասն ենք։ Ինչ որ Դանիելը մեկնեց, իրականում ոչ Դանիելը հասկացավ, ոչ էլ Նաբուկդոնոսորը հասկացավ։ Ու ես ու դու հասկանում ենք, որտեղ ինձ ու քեզ տրված է իմանալ թագավորության գաղտնիքները։ Ամեն։ Հարցը սա, ինչ ենք մենք ընտրում, ինչ ենք մենք տեսնում մեր կյանքի համար։ Ուզում եմ վերջացնեմ խոսքս հետևյալ համարով, Եբրայեցիների 12:28։ Ուստի անսասան թագավորությունը ընդունած լինելով, պահենք շնորհքը, որով Աստծուն ծառայենք իրեն հաճեցնելով, հարգանքով եւ ակնածանքով, որտեղ մեր Աստվածը սպառող կրակ է։